Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցությունում քննարկում են իրենց նախընտրական ծրագիրն ու քարոզարշավի ընթացքը։ Կուսակցության վարչապետի տեխնացու Արտակ Սարգսյանի խոսքով քաղաքացիները սովոր են տանը առցանց հետևել քարոզարշավի ընթացքին։ Մարդկանց քարոզարշավ այստեղ այս գնչուական ձևերը հնացած չի աշխատում, բայց լինելու են մարզային այցեր, լինելու են ասենք հանդիպումներ, ոչ ռուպերներով, ոչ այդ ժողովրդին զզվացնելու ձևերով, որ ջուր են շփում կամ շաբաթ-կիրակի առավոտ շուտ մարդկանց արթնացնում են։ Շաբաթ օրը մեզ թվում է մենք վաղը նիստ ենք անելու, շաբաթ օրը կլինի առաջին այցը մայրաքաղաքի շրջաններից մեկում։ Ինչ վերաբերում է ուժի առաջարկներին, քաղաքային անվճար տրանսպորտ, գույքահարկից ազատում, Հայաստանը 3 տարում դարձնել ազատ մաքսային գոտի կամ Կովկասի Դուբայը, մանրամասնում է կուսակցության վարչապետի տեխնացուն։ Հաղթելու դեպքում մենք ասում ենք, որ հենց ազգային ժողովը պետք է դառնա սահմանադրական հանձնաժողովը։ Մենք գաղտնազերծելու ենք 44 օրյա պատերազմի ամբողջ այդ հանձնաժողովի ես չգիտեմ քննությունը, վերաքննությունը, ես չգիտեմ ինչ են դա նրանք անվանում, նյութերը գաղտնազերծելու են եւ եթե կա այնտեղ պակաս բաներ, սկսվելու են նոր հետաքննություններ, չենք ճանաչելու Ադրբեջան պետությունը եւ ձգտելու ենք, որ Ադրբեջանը լուծարվի եւ այնտեղի այդ բռնի միացված կովկասյան ազգերը, որ բռնի միացված են, ապրեն կոնֆեդերացիայի սկզբունքով։ Առաջարկները իրոք շատ են, թե բանակի ռեֆորմացիաները լինեն պրոֆեսիոնալ եւ նույնիսկ փուլային հրաժարվել անպայման բանակային ծառայությունից։ Կանոնավոր բանակ պահելն ավելի հեշտ չէ, կարծում է Սարգսյանը։ Առաջարկներն այսքանով չեն ավարտվում։ Մենք առաջարկել ենք սահմանամերձ գյուղերը դարձնել աքսորավայրեր, այսինքն են կալանավայրերը թեթևացնել բեռը, կալանավորներին ուղարկել պրովինցիայի ծառայության հետ համագործակցությամբ ուղարկել սահմանային գյուղերը, որոնք որ դատարկվում են համազգային համաներում, բացի սպանության գործերից, բռնաբարություններից, մանկապարտություններից այդ ծանր հանցագործությունների մի քանի տեսակ կա, որ համաներման տակ չի մտնելու։ Դեռ վաղ է շանսերը գնահատել, բայց թե խորհրդարան անցնելու, թե հաղթելու հնարավորություն տեսնում է կուսակցությունը։ Մենք քվեաթերթիկ համար 9 ենք, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն։ Նիկոլայ Ավետիսյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։